Նոր Քմարաշի զինված խմբի գործով դատական նիստը դեռ չսկսված հետաձգվեց արդեն երկրորդ անգամ։ Կրկին այս գործով անցնող Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը կարդաց քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկանքը, ըստ որի բժիշկը Շիրխանյանի վիճակը գնահատել է բավարար ու ընդգծել, որ նա կարող էր առանց պատգարակի ներկայանալ նիստին, բայց վերջինս հրաժարվել ու ասել է ցավեր ունի սրտի ու ոտքի շրջանում։ Այն չլացում է բավարարել Երևանի կենտրոն իրական բոլոր նշանակող դատական ինստիտուցիանը, պարզապես դատական համակարգում, որ պատվիրականները չեն հարաբերություն չեն տեսնում, որ նա դատական ինստիտուցիանը մասնակցի պարտված վիճակում։ Նիստին ներկա փաստաբաններից Ինեսա Պետրոսյանը, Հովիկ Արսենյանն ու մյուսները հայտարարեցին, նիստերը միտումնավոր են հետաձգվում։ Ըստ նրանց Շիրխանյանի պահանջը պետք է բավարարվի, նա պետք է պատգարակով ներկա լինի նիստին։ Հովիկ Արսենյանն էլ միջնորդեց դատարանին անկախ փորձաքննություն նշանակել։ Ինչու չի կարող։ Որովհետև բժիշկը տվել է վիճակի է։ Բժիշկի հարցը մի կողմերեք մարդն ասում է ես վիճակի չէ։ Կարող ասեմ վիճակի չէ։ Եթե վիճակի չի, ընդունենք վիճակի չի գալու։ Բայ է պետք է քննարկվի։ Եվ այսօր փաստորեն ուղղակի արհեստականորեն հետաձգվում է այսօրվա դատական նիստը եւ պարոն Շիրխանյանին իրենց գումահատիքից ելնելով չեն տեղափոխել դատարան։ Ասում եմ, որ մեր բոլոր պաշտպանյանների իրավունքները սկսում են ոտնահարվել արտարդատական։ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը հենց դատարանում ասաց, քրեակատարողական հիմնարկից ուղարկված փաստաթուղթը կեղծ է, որովհետև հենց այդ նույն բժիշկը Շիրխանյանին անկողնային ռեժիմ է նշանակել։ Ալումյանը պնդեց, Շիրխանյանի գանգատը հասել է եվրոպական դատարան, այն կքննվի արագացված կարգով։ Մինչ այդ հայտարարեց, թույլ չի տա, որ իր վստահորդին դատարան բերեն առանց պատգարակի։ Բժիշկը ասել է, որ նա պատգարակի կարիք չունի։ Այդ նույն բժիշկը ամիսներ շարունակ պարոն Շիրխանյանի համար նշանակել է անկողնային ռեժիմ եւ հենց այսօր այդ նույն բժշկի նշանակման հիման վրա պարոն Շիրխանյանը անկողնային ռեժիմով այնտեղ գտնվում է անկողնային ռեժիմում, հա, ու այդ մարդուն ասում են, որ դու չէ, դատարան կարող ես գալ, եթե ինքը մի հարկ չի կարողանում իջնի, որպեսզի լոգան կնսուր։ Դատավորի այսօրվա հայտարարությունից հետևեց, որ ինքը ամսի 20-ին արդեն փորձելու է բռնի ուժով ապահովել պարոն Շիրխանյանի ներկայությունը դատարանին։ Ուրեմն եթե այդպիսի բան եղավ, եթե զգացի, որ իմ պաշտպանյալին արդեն դատարանում են սկսել խոշտանգել, ես անհամաչափ պատասխան կտամ այդ արարքներին։ Փորձաքննություն նշանակելու փաստաբանի առաջարկին ի պատասխան Հայկ Ալումյանն ասաց, մեջբերում եմ, որ հավատանք այդ փորձագետներին, Շիրխանյանն այս պահին կարող է Հայաստանի հավաքականում ֆուտբոլ խաղալ, բայց նա ոտքի վրա կանգնել չի կարողանում, եզրափակեց փաստաբանը։ Հիշեցնենք, Վահան Շիրխանյանը ըստ Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվել է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու կասկածանքով։ Շիրխանյանին սպառնում է 6-ից 10 տարվա ազատազրկում։ Այս գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը դատարանի դահլիճում բղավեց։ Այս դատարանը բառից բուն իմաստով շոու է։ Նրա փաստաբան Լևոն Բարսեղյանը շարունակեց պաշտպանյալի միտքը։ Հերթական անգամ դատական նիստը դեռ չսկսված ավարտվեց եւ ըստ էության այնպիսի տպավորություն է, որ դատապրոցեսները արհեստացին ձևով հետաձգվում են եւ եկեք չմոռանանք, որ մեր մասնավորապես իմ պաշտպանյալը խափանման միջոց կալանք է 1 տարուց ավել գտնվում է անազատության մեջ եւ բնականաբար ցանկություն ունի, որպեսզի օբյեկտիվ ձևով դատապրոցես տեղ ունենա։ Անցած տարի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայության կողմից հիշեցնենք Նոր Քմարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի։ Ամբաստանյալի կարգավիճակում գտնվող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ։ 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության Արթուր Վարդանյանի ստեղծած զինված հանցավոր խումբը նպատակ է ունեցել բռնություն գործադրելու սպառնալիքով Հայաստանում իշխանությունը յուրացնել։ Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 20-ին